Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի դաշնային կանցլերը ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր։ Համբուրգում նաեւ վարչապետը առաջարկել է Ալիևին փակել, այսպես ասած, Արևմտյան Ադրբեջան եւ ԼՂ վերադարձի թեմաները։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՌԴ փոխվարչապետն էլ նշել, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Փաշինյանն առաջարկել է քննարկել եկեղեցիներում Հայաստանի պետական դրոշը տեղադրելու, պատարակներից առաջ օրհներգը հնչեցնելու հարցերը։ Այժմ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, եկել է ժամանակը, որ Մայր Աթոռեջմիածնում անցկացնեն հաջորդ պատարակը։ Հարսնակայրը Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ Սևանի ափին գտնվող մի քանի ապօրինի կառույցներ ըստ դատախազության ենթակա են քանդման։ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն Նոան 2-1 հաշվով հաղթել է լեհական Լեգիային, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նվաճել է հերթական տիտղոսը եւ պարտությամբ մատնել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել բողոքի ակցիաների ֆոնին։ Առնվազն 30 մարդ է վիրավորվել Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով, հազարավոր մարդիկ լքել են տները։